Նամի նազունի Ձերքի սազունի 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 Նամի նազունի Ձերքի սազունի 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 Նամ նազունի Ձերքի սազունի 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 Նամ նազունի Ձերքի սազունի 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 Եկան գանանան ու շորեր ծաղկով լծվան դաշտեր ձորեր Յարը զուպվել սեյրան գերտա հակած կապած ալվան շորեր Յարը զուպվել սեյրան գերտա հակած կապած ալվան շորեր Նամի նազունի Ձերքի սազունի 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 Նամի նազունի Ձերքի սազունի 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 Նամ նազունի Շալելով սեյրանը կերտա Դարձել է ջերանը կերտա 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 Նամի նազունի Ձերքի սազունի 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 Նամի նազունի Ձերքի սազունի 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 Նամ նազունի Ձերքի սազունի 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 Նազունի, կամի Friends, Արտուր Դե, հասավ պահը շպվելու Այո, մեր քոյդ Ավելի հստակ ու ճիշտ կասես հենց դու, խնդրեմ Մոտ 1 տարի առաջ էր Ես Ռոբա Անուշիկը ստուդիայում նստած Մեր հերթական քննարկումներն էինք անում ու խոսք գնաց Նազունի երգի մասին Հասկացա, որ պետք է այդ երգը արդեն մեր տարբերակով էլ նաև հնչի Ստացանք ինչ-որ վիճակ, ինչ պատճառներով էլ շարունակություն չտվեցինք այդ ամեն ինչին ու երբ պահը հասունացավ առաջին ստուդիայի ու նաև ռետրո ծրագրի, հասկացանք, որ դրանից հրաշալի տարբերակ մենք դժվար էլ գտնենք, որ կարողանանք երգել մի քիչ վերափոխումներ եղավ դեպի առաջի ստուդիա գործիքավորման մեջ, որովհետև մի քանի ատրիբուտիկաներ կար, որ ներառված չէր գործիքավորման մեջ, դա լարայիններն էր երգչախումբը մեզ էլ ամենաառաջին տարբերակն էր շատ դուր գալի, որը շատ մինիմալիստական տարբերակով էր ավելի, քան այն ինչ որ կա հիմա, բայց մենք ստացանք նաև մեր հոգու, այսինքն առաջի ստուդիայի հոգով տարբերակը Նազունի, կարծում եմ դուր պետք է գա ժողովրդին։ Հաստեն մոտ 1 տարի առաջ, հա, սկսեցիք կիսատ մնաց, ինչքան հասկացա, շեղվեցիք, ուրիշ գործերով զբաղվեցիք, ու հետո մի տարի անց, հետո ոնց ով որոշեց, որ պետք է շարունակեք, ոնց եղավ։ Մի պահ տանն էի, ստուդիայից դուրս եկել, տուն էի գնացել տենց մի փոքր հանգստանալու, ու այդ ընթացքում հիշեցի Նազունին, շատ հանկարծակի, զանգեցի Արտուրին։ Ասի Արտ, մի հատ երգ եմ հիշել, կարող է շատ ճիշտ ժամանակն է Նազունի, վերջապես ու տենց Արտուրը միանգամից ոգևորվեց ու տղերքա Հակոբը, Հովոն,
նորոն Իդեպ իրանք վաղուց ասեն բոլորը սենց միասին գևը սենց սպասում մի անգամից շատ արագ շատ սիրուն նոր վերսիա ունեցանք Նազունի, որ իրականում տարբերվում է շատ առաջին վերսիայից, որ ունեցել ենք, բայց միևնույն ժամանակ ունի տարեր առաջին մեր տենց փոքրիկ ստեղծած ֆունդամենտը կա, բայց ահագին փոխվել է։ այո ինձ թվում է շատ հետո Մեզ համ Խոսքով տղեկցեք կպան բոլորը տենց բոլորը հավեսով մի անգամից միացան ու Նազունին շատ հետաքրքիր է ու իրականում Նազունին Շիրխանին ու Դոնիկը շատ sense կարան մարդիկ այդ 3 տրեկը իրար sense իրար հետևից լսեն։ Հա, որովհետեւ մեր համար էլ է իրար։ հա իրանք շատ sense Չեմ ուզում ասել նման, որտեղ իրականում նման չեն։ Նման ընդհանրապես նման չեն, բայց զգացողական մեր համար տրամադրության նույն առումով vibe ունի, հա, նույն տրամադրության մեջ է ու մեր համար էլ է շատ հետաքրքիր, իրար մոտ են իրանք։ Sense հետո մենք մեզանական ինչ որ բան ենք գտել այս ժողովրդական նոր բառ ռետրո երգերի մեջ մեզանական հա Բայց մի հատ բան պատմեմ։ Պետք է պատմեմ, որ Ռոբը ասում էր հազիվ տուներ գնացել հանգստանալու է։ Ուրեմն դա 1000-ից մեկ է լինում, որ ինքը տուն է գնում հանգստանալ։ Այս ընթացքում իդեպ առաջի ստուդիայի պատրաստության ընթացքում էր, էլի։ Ռոբի ուշքը գնացել։ Շատ լուրջ է խոսում։ Իրանք իրականում այդ ժամանակ խախեցել էին, իսկ ես այդ ժամանակ ծիծաղում էի։ Դուք ասեցիք վեր։ Ամբողջ պատմությունը։ Գիտես ոնց է եղավ, որ մի 10 րոպե է, նստած ենք կլոր սեղանի շուրջ, Արտուրի ստուդիայի Հա, տարբեր սեղանը կլոր է, էլի։ Ես եղել եմ գիտեմ։ Հա, կլոր սեղանի շուրջ նստած ենք 4 Երգերն ենք 4-ով ենք, թե 5-ով ենք, լավ չեմ հիշում։ Հա։ Ու ես հա, երգերն ենք ընտրում գիշերվա ժամը 4-ն է կամ 5-ն է, չեմ էլ հիշում, ու շատ լարված ենք բոլորով։ Դարում եմ, սպիտակ է, պատիկույն է, գոյություն չունի։ Ու ես արդեն վախեցել եմ, բայց մտածում եմ կողը ցեն հանեմ։ Կողը չի վատացել, կողը ինձ է թվում, կողը սխալ եմ հասկացել, բայց բարից բուն իմաստով սպիտակ է, ու այդ գնաց իբր հաց է վերցնում։ Եկավ լճը հասած սեղանին, պրոստը ընգավ։ Ու մենք բոլորս քարացել ենք, տայվեց դա 1 վայրկյան, ինքը 1 վայրկյան հետո մենք վաղից քարացել ենք, մի վայրկյան հետո հելավ սենց էր։ Ես շատ լավ եմ, էս ինչ լավ եղավ, հետ եկավ։ Որովհետև իրականում այդ Բայց դու չհասկացար։ Իհարկե հասկացա, ուղղակի այդ ռեստարտը հենց այդ պահին այնքան կարևոր էր, որովհետև սենց մարդկոցս մի անգամից լծվեց, էլի։ Եթե մինչև այդ սպառվել էր, այդ պահին ուրախացա, որ Այսքան մեկ պետքա ուշքդ գնա, որ չէ, պետք չի։ Ես վախից մեծ մարդ եմ։ Ես որ նորից ինքը լիցքավորվի ու սկսի աշխատել։ Բայց խորհուրդ ես ամեն չի գիտես ինչներ Գրիշ ջան, նայի ոնց ենք առաջի ստուդիային պատրաստվում, դա Ռոբին ենք էլի։ Դուք հասկանում եք առաջին ստուդիայի համար մարդկանց ուշքն ա գնում։ Այդ այնց դուր աջարդում եմ ուշքա գնում, հələ չի վերջացել պրոյեկտը, չգիտենք ինչ էր կլինի։ Մենք դեպի մահորեք սրբուկին ծափարություններով բացել ենք։ Սրբուկն է առաջին ստուդիա։ Ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Հրաշալի։ Դուք Շատ լավ։ Ոնց է մեզ մոտ այստեղ առաջին ստուդիա։ Մենակ կարող եմ ասել, որ այս ստուդիայում ուժեղ էներգիա կա եւ այդ հրաշալի է զգալը։ Առաջին ստուդիային ծանոթ ես, նայել ես որևիցե ծրագիր։ Այո, բոլորն եմ կարծում եմ բոլորը նայել եմ, այո։ Եվ որ Հասցումներ երևի թե եղել են, բայց շատ եմ սիրում այս պրոյեկտը եւ երկար ժամանակ սպասում եմ երբ է գալու իմ հերթը։ Եկավ։ Եվ ուրախ եմ, այո, եկավ, այո։ Իսկ որն է ամենասիրած ծրագիրը, եթե կա այդպիսին։ Երևի երրորդ եթերը շրջանի առաջին եթերը ինձ համար անակնկալ էր, որ Կամի պրոջեկտը իրենց արդեն հեղինակային գործերով ելույթ ունեցան, ինձ համար անսպասելի էր եւ շատ ուրախացա, որովհետեւ մեկը մեկից հրաշալի գործեր էին։ Իսկ քեզ հեշտ էր աշխատել Կամի Ֆրանսիայում։ Շատ, իմ ընկերներն են։ Հարմարվող ես ընդհանրապես։ Կարծում եմ այո։ Ստեղծագործական ինչ որ խոչընդոտներ եղել են ընթացքում։
Նայեք, Արտուր Արմենին շատ վաղուց գիտեմ, դեռ կոնսերվատորիայի տարիներից, եւ իրեն լավ ճանաչում եմ, դրա համար խնդիր չի առաջացել։ Արդեն երբ որ մարդուն ճանաչում ես, Վահագին եւս շատ երկար տարիներ պրոդյուսերին ճանաչում եմ, այնպես որ բոլորս շատ արագ իրար հասկանում ենք։ Սրփոք այդ կոնտրաստը քո այսենց հանգիստ, չգիտեմ, հարցազրույցի, հա, դեպքում ու բեմում ոնց է դու այսենց մի անգամից այդ գրավում ես բոլորին առաջի վարքյանից ու շատ հանգիստ ու հանդարտ ես կյանքում, ինչքան որ նկատել եմ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ընդհանրապես բալանսն է երևի իմ այդ երկու կերպարների կյանքում մի փոքր ավելի հանգիստ, իհարկե երբեմն դուրս է գալիս այդ իմ միջի հայ այդ կերպարը, բայց այդ ամենը ավելի արտահայտիչ երևում է բեմի վրա։ Լավ, երգի մասին արի խոսենք։ Ինչ կասես։ Շատ արագ որոշվեց երգը։ Ով որոշեց։ Վաղը զանգեց եւ առաջարկեց այդ երգը կատարել։ Եվ 5 րոպեում եմ որոշել, երգը լսել եմ ու միանգամից համաձայնվել եմ։ Այո, ու արդեն անցել ենք աշխատանքների։ Հուսամ եմ, որ հանդիսատեսին դուր կգա, որտեղ Արտուրը ամբողջ թիմը շատ է աշխատել երգի վրա ու այդպես։ Քիչ մոտեցանք տանգոին, Արտուր։ Սրբուկի տանգոյի մասին ինչ կասես, ոնց տրվեց այդ երգը։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Սրբուկը նաև մենք առիթ ունեցանք Սրբուկի հետ նաև առաջի ստուդիայի ընթացքում շրջանակներում աշխատել, քանի որ իրար հետ նաև աշխատել ենք բենդային վիճակների մեջ, հա, ես մոտ տարի ու կես 2 տարի իրար հետ աշխատել ենք։ Ու այս ամբողջ ընթացքում, process-ի ընթացքում թե Սրբուկը թե ես կարոտել էինք իրար, էլի, որ աշխատանքային process-ը իրար հետ միշտ երբ որ ինչ-որ մեկի հետ էներգետիկ առումով բռնում ես ու ինչ-որ ժամանակ պաուզա է, հետո նորից սկսում ես, հասկանում ես, որ այդ էներգիան շատ լավ է, որ իրար մեջ կա։ Երգն էլ, քանի որ ռետրո ծրագիրը որոշվեց, առաջի երգը, որ եղել է որոշված, հենց տանգոն է եղել։ Եկեք տանգոն անենք, որովհետև արդեն 90-ականներ, չէ, 30 տարի անց ռետրո է այդ ամեն ինչը։ Գործիքավորումը երբ որ պատրաստ եղավ, հասկացանք, որ Սրբոկից գեղեցիկ, այսինքն Վահագը ասեց, «Արդ ես մենակ Սրբոկի ձայնով եմ լսում այս երգը»։ Ինձ որ ասեց, ես Լիլիթի կատարումը շատ նստած եմ մեր մեջ։ Ասի Վահագ, հա, բայց պետք է որ բան, հետո անջատեցի ու սկսեցի Սրբոկի ձայնով լսել այս երգը, հետ եմ զանգել, ասում դու ճիշտ էիր։ Հարց չկա։ Հետո Սրբոկն էլ եկավ, ճիշտ է մի քիչ դժվարությամբ հասկացանք ոնց պետք է իրան կատարել, որ ավելի սրբուկական լինի կամ որտեվ Լիլիթը իր ոճով էր երգել, իսկ հա սրբուկը լրիվ ուրիշ էներգետիկ դաշտ ունի ու կատարումներն էլ տարբեր են։ Վերջնական արդյունքը ես շատ գոհ եմ ու շատ ուրախ եմ, որ Սրբուկի հետ ունենք այս տեսակ գեղեցիկ ստեղծագործություն։ Սրբուկն էլ հետաքրքիր լավ։ Գիշերը ցավում է հոգիս վերջին տանգոն է հիշում ես նորից այրող հուշերս տանջում են անվերջ հոգնել են կյանքի այս խաղից տանգոն մենակ չեն պարում տանգո սրտեր է կերում տանգոն թախից է բերում երբ չեն սիրում քեզ Ուր են ձեռքերը, որից կուրկուր են, ուր են շուրթերդ, որից
մեր սիրելի Ալսենջին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարի գալուստ երկրորդ անգամ Բա ինչքան ուրախ առաջին եմ։ չելուրջ։ Հա, շատ։ Այդտենց հասկացա։ Չասի։ Անկեղծ։ Լավ, օքեյ։ Всё։ Արս մարդիկ կան, որ նայում ես ասում ես, այս մարդ հաստատ կոմպլեքսներ չունի, բայց պարզվում է լավ էլ ունի, չէ՞։ Այ դու նայ, որ քեզ նայում ես անկեղծ, քեզ նո ինձ վավսակ, դու թվում է, որ դու ընդհանրապես կոմպլեքս չունես, տենց հա։ Հա, տենց է։ Այսինքն ունեմ ինչ որ սահմանափակումներ, որոնք զուտ կենցաղային կյանքը չի խանգարում, չխանգարելու համար է, ուրիշների անդորը եւ ուրիշների ազատությունը չխանգարելու համար է, բայց ինքս կարող եմ ասել, որ շատ բարդույթներից ազատված եմ, որոնք իմը չէին, ուղղակի ինչ որ մի ձև գուցե հասարակության, գուցե այլընկալման շնորհիվ ինձ չէին էլ սահմանափակում, ուզում եմ իշխեմ սահմանափակում։ Արս, առաջին ստուդիայի մասին արի խոսենք։ Ես շատ երջանիկ եմ, որ երկրորդ անգամ եմ այստեղ, որովհետև առաջին ստուդիան իմ առաջին բեմելը, որ ապահովեց այս ֆորմատի մեջ, իմ կյանքում բերեց զգալի ու շատ դրական փոփոխություններ, հենց երաժշտական կյանքում նոր շունչ տալով իմ արդեն տարիներ առաջվա երգերին եւ նաեւ առաջին ստուդիան շատ նպաստեց նրան, որ ես նորից որոշեցի հետ գալ երգարվեստ ու շարունակել երգել։ Չավես է։ Շատ Պատկերացնում որ լավ բաներ կասես, բայց այսքան մեր մասին շատ հաճել է։ Ես քեզ տեսա երգը։ Ես քեզ տեսա։ Եվ ում տեսար։ Ինչ տեսար, ինչ նկատեցիք այս աշխատանքի մասին։ Չաստրեցի նկատել, որովհետև աչքս եղավ ցիրուցան։ Միանգամից։ Նախ երբ որ Վահագի հետ մի օր շատ լավ տրամադրություն ունեինք, գինովցած, ու Վահագը ասեց, որ դու էլի պետքա գաս առաջին ստուդիա ու պետքա լինես ռետրո բաժնում, իհարկե երբ որ ինձ ռետրո են ասում, ամեն դեպքում ես մի քիչ գնում եմ դեպի 80-ականներ, հետո տեղ հասկացա, որ 2000-ականները արդեն ռետրո է, որտեղ 26 տարի անցել է։ Ռետրոն ինձ ավելի շատ սազում։ Հա, որ ասում են ռետրո, ես գալիս եմ ձեր մոտ։ Գալիս եմ։ Հա, Վահագը որ ասեց պետք է մասնակցես, ես բնականաբար շատ ուրախացա ու երգի ընտրությունն էլ Արտուրինն էր ու Ռոբինը։ Կոլոյան մենք երեքով էինք ստուդիայում։ Քեզ չեն էլ հարցրել։ Չէ, որ մտածում էինք ինչ երգենք։ Ես այնտեղ տարբերակներ առաջարկեցի, որ ֆորշ եմ ուզում երգեմ, ինձ ասեցին ֆորշի համար առանձին եթեր կա, դրա համար հնարավոր չի։ Ռուբեն Հախվերդյանից, Զախարութից ինչ որ sense տարբեր առաջարկներ ու ստուդիայում Արտուրն ու Ռոբը ասեցին Ինձ թվում է դու ես երգը պետքա երգես ու այդ անսպասելիությունը, որ ես այս երգը պետքա երգեմ, ինձ շատ ոգևորեց ու շատ լավ ստացվեց։ Շում սաղուն անցավ այդ որոշումը եւ որոշումը շատ սաղուն անցավ, ամենակարևորը սենց ուրախությամբ ընդունվեց, գիտես ծիծաղով։ Դե լավ է, լավ էլի, այս հենց ու անցան գործի։ Ինչ հիանալի է, հա, Տիգրան Ժամկոչյան, ես քեզ տեսա, այո։ Շատ լավ։ Շատ լավ։ Արս չեմ հիշում, այն ժամանակ այդ հարցը տվել եմ առաջին ստուդիայի, չգիտեմ, լավագույն եթերը քեզ համար։ Ինձ համար կամ կատարումը երգը կա տենց, որ այս սիրում ես, թե չէ։ Առանձնատուկ որ կարող ես նշել։ Ես կարող եմ անկեղծ ասել, ես երբ որ նայում եմ առաջին ստուդիաները, միջև ամբողջական եթերները նայելը, ես նախ նայում եմ Կամի Ֆրենզի երգերը։ Ինձ ոնց որ ավելի հետաքրքիր է իրանք ինչ են արել, որ երգն են այս անգամ մշակել, որովհետև ամեն անգամ շատ յուրահատուկ են անում։ Ու բոլոր արտիստներն էլ ովքեր որ մասնակցել են, բոլորի երգացանկում էլ կան շատ լավ երգեր։ Այս նոր եթերաշրջանից կարող եմ սենց մի քիչ շուտ անոնս անել, կոպիտ ասած, Արամ Էմպետրի երգը ինձ թվում է այս եթերաշրջանի բալնա տորթի վրա, այդքան լավն է, շատ։ Այդտենց, ահա։
Իսկ իմը այն երկնա, որ մարդկանց առօրյայում լինելու է։ Հաստատ։ Բավարար մեքենաների մեջ ուրախությունների ժամանակ։ Լսի, մենք անընդհատ խոսում ենք բան արվեստից, բան բագոմաններ վաստակելու մասին։ Չգիտեմ, այդ առումով օրինակ օգուտ բերեց քեզ Առաջին ստուդիան շատ հենց էս առումով իհարկե ու շատ լավ օգուտներ բերեց, որովհետև նախ հենց առաջին եթերից հետո մենք Կամի Ֆրենդզի հետ շատ կարևոր մեծ միջոցառման էինք ու ամբողջ օրկեստրով երգչախմբով, դա առաջին live performance-ն էր, որ մենք միասին էինք, եւ հետո էլի շատ առիթներ են եղել, որ համատեղ համատեղ ա եղել, համ էլ պետք է անկեղծ լինեմ, ես նաև այս գործիքավորումներով ու այս երգերով առանձինել եմ ահագին գումար աշխատել։ Արս մի բան ասեմ, կհամաձայնեմ ես։ Չնայած ես ավելի ռետրո եմ, բայց ես ես ասեմ, շուտով կարող է դառնամ բանը խոշոր հարկատուներից մեկը։ Ես քեզ տեսա Արսեն G Արսեն G Արսեն Գրիգորը Արսենը միշտ տարբեր կերպարանքներով ու անուններով է ներկայանում մեր հաղորդման մեջ մի անգամ Արսեն Գրիգորյանն էր, այս անգամ Արսեն G ինձ դուր է գալի որ մարդը միշտ աշխատում է իր կերպարները փոխում է եւ ինչ որ վիճակներ է գտնում այս անգամ էլ այդ ցուցակը որտեղ իմ այդ բոլոր խոսակցությունների ընթացքում ես երգեր եմ գողանում մարդկանց արտահայտած, հա, շատ լիքը երգեր ունեմ, որ մենք երբ որ նստում սկսում ենք մտածել այս երգիչը, այս կամ այս երգիչը, այս երգը երգես։ Միշտ բարդ է ստացվում։ Այս ցուցակը լիքը հարցերում օգնության է եկել ու Արսենի դեպքում էլ աշխատեց։ Նույնիսկ երբ որ Արսենի հետ խոսացինք, ինքը դե շատ ողջևորվեց, երգից էլ շատ ողջևորվեց։ Հետո նույն հարկում էր ստուդիան ու բարի փորձերի էր գալիս հարկում մինչև գնաց փորձին հետ եկավ ես արդեն ինչ-որ տարբերակ իրանց ցույց տվին ընդհանրապես հալվեց հա երբ նկարանումները ձայնագրման process-ն էլ շատ հետաքրքիր եղավ դե Արսենը իր արտիստիկ տեսակով հա շատ հեշտ է Արսենի հետ ինքն էլ ամեն կերպարի մեջ տեղավորվող անձնավորություն է ու երգի մեջ էլ շատ սիրուն կերպով տեղավորվեց ու կարծում եմ ունեցանք հրաշալի կատարում ու հրաշալի նաև այդ ամեն ինչի վիզուալիզացիա Ես քեզ տեսա մեր թաղերը, աչքս եղավ ցիրուցա Ես քեզ տեսա մեր թաղերում, աչքս եղավ ցիրուցա Հայացքներով ինձ խաբեցիր, այդպես հպարտ ու անցար Սերը թվիր իմ սրտի մեջ, սերը արար ու անցար Հայացքներով ինձ խաբեցիր, այդպես հպարտ ու անցար Սերը թվիր իմ սրտի մեջ, սերը արար ու անցար Ախ մի գնա Շողշողում ես, զարմացնում ես աշխարհին Լուսնյակի պես շողշողում ես, զարմացնում ես աշխարհին Դու երկնային մի աստղիկ ես, որը ինձ մոտ չի գալիս Ոնց եմ սիրում քեզ հայ աղջիկ, զուր ես փախչում ինձանից Դու երկնային մի աստղիկ ես, որը ինձ մոտ չի գալիս Ոնց եմ սիրում քեզ հայ աղջիկ, զուր ես փախչում ինձանից Ախ մի գնա, սիրում եմ քեզ Mi gna, կարդել քեզ շուտարի Ախ մի գնա, սիրում եմ քեզ ետարի Ախ մի գնա, կարդել քեզ շուտարի
ջահել սրտեր կլինեն միշտ կողքի ամբողջ կյանքս քեզ կսիրեմ սիրով սրտիս տեր դարձի ախ մի գնա սիրում եմ քեզ ետարի ախ մի գնա կարոտ եմ քեզ շուտարի ախ մի գնա սիրում եմ քեզ ետարի ախ մի գնա կարոտ եմ քեզ շուտարի Արամ MP3 Դու կարծեմ, եթե չեմ սխալվում, կարծեմ միակն ես, որ երրորդ անգամ ես մեզ մոտ առաջին ստուդիա։ Ես ուզում եմ հիշել երրորդ։ Այո։ Իսկ որ երկու, հետո ասեցի չէ, երրորդ։ Այս երկի ընտրությունն էլ է իրականում։ Բավականին զավեշտալի, ոնց է այս երկը ընդհանրապես եկել հասել վիտամին։ Ոնց։ Ճիշտ է, վիտամինով շատ տեղից սկսվեց ամեն ինչ։ Այսինքն ես հիշում եմ Վաչեն ամեն անգամ տենց մի երկ բերում էր, ասում էր այս երկը օգտագործենք որպես մուտք կամ որպես ինչ որ տենց պերեբիվկաներ արանքում բան ու հերթական Վաչեի այցելություններից հետո հնչեց այս երկը որ դեն ժամանակ նույնիսկ ես այս վերջերս եմ իմացել օրինակ երկի մասին դες ամբողջությամբ այսպես տունը կրկներ կբան միշտ որտեղ լսել ենք այվում եմ ես չեմ կարող այդա ու հետաքրքիրն ինչա որ այս երգը հենց ոնց որ օգտագործեցինք որպես մուտք այդ մեր համարի որտեղ տենց երեք կերպարներ են ես Վաչեն եւ Գարիկը մտնում ենք տենց կերպարներով այդ կաշվից շորերով դե անցան տարիներ այսինքն անցավ 10 տարի ու 10 տարի հետո երբ որ սկսվեցին վիտամինի համերգները դեկտեմբեր-հունվար ամիսներին եւս մեկ անգամ ոնց որ նոր շունչ եկավ վիտամինի հին հաղորդումների ինչպես նաեւ այս վիտամինի մեջ մենք էլի անդրադարձ ունենք այդ համարին որտեղ հնչում է նույն երգը բայց դե հիմա արդեն կան որոշակի ինտերնետային գործիքներ չէ ճիշտ է TikTok, Instagram, Reel-եր, այսինքն այդ երգը դες մի անգամից տարածվեց ու դարձել է ընդհանուր դες նախկին ԽՍՀՄ երկրների նոր հիմնը, որտեղ որ մեկ-մեկ նայում ես դες ինչ-որ ռուս տատիկներ են, բան է, դայրվում եմ ես չեմ կարող այսպես դախավարիցս բառեր անում եմ, չել հասկանում ինչի մասին է երգը, բայց տրենդը անում ենք, էլի դες Նայ ասեցի 10 տարի առաջ, հա, դա արվել էր հիմա ոնց որ նոր շունչ, դա իդեպ նպաստեց, որ հիմա այդ գործն եք արել։ Դե, հա, իրականում Եմ որ շատ անսպասելի, ինչպես ասում են, շատ անսպասելի ամեն ինչ տեղի ունեցավ եւ այդ շարժումը, որը իրականում տենց իմպրովիզ էր, երևի թե Գարիկի կողմից դրված, որը հետո վերածվեց ինչ որ հստակ շարժման գործողության պարային ու ինքը բնականաբար ոնց որ երկի արդեն անբաժան մասն է դարձել կրկներքի լայն մասաների մոտ բնականաբար օրիգինալում ընդհանրապես դες բան չկա երկում երկի տեսալովակ ես նույնիսկ չեմ տեսել բայց սա դարձավ ոնց որ այդպես երկի ֆիշկան ես կարծում եմ երկիչի մո պետք է օգտվի այս ամեն ինչից եւ եւս մեկ անգամ ոնց որ կյանքա տրվել էս երկին ոնց որ երկրորդ շունչ այո հիմա ինձ թվում է ոնց որ հիմա մենք էլ այսօր կյանք կտանք այդ երկին եւս մեկ անգամ որովհետեւ ես վստահ եմ միջև կրկներքին հասնելը լիքը մարդ չի հասկանալու ինչի մասին է գնում խոսքը ես ասեմ ավելին երբ որ ես այս երկը ձայնագրված վիճակում փորձում էի լսել եւ տանը միացրեցի մերոնց որպեսզի ասել լսեք այս երկը սկզբից նույնիսկ sense մի քիչ լարվեցին մերոնք այս ինչ է երկում արամը որովհետեւ անհասկանալի ոչ մի տեղից անծանոթ ինչ որ երաժշտական կտորա
Կրկնակից այրվում է հոգիս, այ միջև որ այս որտե միջև ընդհանրապես չես պատկերացնում ինչ երկի մասին է գնում խոսքը, որտե հենց այդ կտորն է միշտ պատտում ինտերնետի մեջ է։ դե դա է մարդկանց։ Հիմա այս երկը արդեն ինձ թվում է շատ-շատերը նաև ամենասկզբից կիմանան ու կծանոթանան այդ։ Աջուսից սկսեք, հետո պաուզեր, պամ։ Արամ MP3 այրվում եմ ես։ Որոշում երբ որ կայացվեց այդ երգը անելու, առաջի անգամ երբ որ լսում, արդեն առաջի անգամ ծայրից ծայր երբ որ երգը լսում ես, ուզում ես հասկանալ ինչ կարելի անել դրա հետ։ Մի քիչ ծանր էի ստացել, հետո Արամից ֆիդբեք եկավ, որ կարող է մի քիչ թեթևացնենք, որպեսզի երգի ոնց որ թեթևությունը չկորի, այդքան ռոքային չլինի։ Մի քիչ դժվարությամբ բայց համակերպվեցի այդ մտքի հետ։ Հետո ընթացքում Արամը եկավ արդեն զայնագրման ընթացքում էլ ինչ որ բաներ էր փորձում անել երգի հետ։ Ես ասես լուր արդեն անում եմ, բան ասում եմ, օքեյ, չէ, բան ասում եմ, չես տանում, ես հանձնվել եմ ուղղակի, Արամ։ Ես հանձնվել եմ, օքեյ։ Էլ չեմ պայքարում, չեմ պայքարում։ Կարողը վերջում սիրուն ստեղծագործություն ստացանք ու այդ օրը, երբ որ օրվա վերջում լսում էինք արդեն զայնագրված երգերը, Արամինը շատ ֆավորիտ էր բոլորիս համար ու ուրախ եմ, որ այդ տեսակ կատարում ունենք հենց այդ երգի։ Հրեշտակ ես լույս ես տալիս իջած երկնքից Այնպես սիրուն կյանքս մտար խենթացավ հոգիս Ժպիտով նոր կյանք տվեցիր սիրուց աշխարհին Այդ պահից դարձար տիրուին իմ մոլոր սրտի Բայց հեռու քեզնից այրվում կարոտից Տանջվում է Որ չկաս կողքիս Այրվում եմ ես, չեմ կարող այսպես Ուզում եմ քեզ, կրկել խենթի պես Հաստատ գիտեմ, դու էլ հենց պես Սպասում ես ինձ, տանջվում խենթի պես Հավատակ կգան Տակամ պույր կտան ու չեմ հերանալ ես ոչ մի